Թեժ է եղել գիշերը ամերիկյան և իրանական կողմերի միջև։ Երկու երկրների զինված ուժերը հրթիռային և դրոնային ուժեղ հարվածներ են արձակել։ Ամերիկյան ուժերը թիրախավորել են իրանական միանգամից 13 քաղաք՝ Բանդար Աբասը, Քերմանշահը, Քեշմեն, Ահվազը, Հորմուզի նեղուցի շրջանը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան հարվածների նպատակն է կանխել Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, ափամերձ ռադարային կայաններին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողություններին, ինչպես նաև փոքր նավերին, կիրառելով Միացյալ Նահանգների կործանիչներ, ռազմածովային նավեր, միակողմանի գրոհային անօդաչու թռչող սարքեր և առաջին անգամ միակողմանի գրոհային ծովային անօդաչու սարքեր։ Ըստ ԻՌՆԱ-ի, ամերիկյան հարվածները խոցել են Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մաշհար քաղաքի ջրային պոմպակայանը։ 1 մարդ զոհվել է, 4-ը վիրավորվել։ Իրանն ի պատասխան բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ է արձակել ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանում իրանական զինված ուժերը ոչնչացրել են զինամթերքի պահեստներ, վառելիքով լի տանկեր։ Բահրեյնի Շեխ Իսա ավիաբազայում ոչնչացվել են ուղղաթիռների տեղսպասարկման օբյեկտներ, ամերիկյան անօդաչուների կառավարման կենտրոն։ Ըստ իրանական լրատվամիջոցների, խոցվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան։ Քուվեյթում ոչնչացվել է Patriot Hope համակարգ, վառելիքի ջրամբարներ։ Ըստ որոշ աղբյուրների, իրանական հարձակման հետևանքով ամերիկացի զինվորներ են զոհվել։ ԱՄՆ-Իրան լայնածավալ հարձակումը վերսկսվել է 2 օր առաջ, երբ ըստ Վաշինգտոնի Իրանը Հորմուզի նեղուցում Կիպրոսի դրոշով նավարկող բեռնանավ էր թիրախավորել, հետո հայտարարել նեղուցը փակելու մասին։ Թեհրանը թույլ կտա, որ Հորմուզի նեղուցը ամբողջությամբ գործի, եթե Վաշինգտոնը հրաժարվի արկածախնդրություններից, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աբոլֆազլ Զոհրեվանդը։ Խնդրի արմատը Վաշինգտոնի որոշման մեջ է։ Եթե ամերիկացիները հրաժարվեն արկածախնդիր քաղաքականությունից և անկեղծորեն երկխոսություն սկսեն մեզ հետ, եթե ճանաչեն մեր օրինական դերը այս տարածաշրջանում, դադարեն միջամտել, ապա նեղուցը 1 ժամ հետո կսկսի ամբողջությամբ գործել։ Պատգամավորը նաև ասել է, որ Իրանը պատրաստվում է բոլոր կապերը խզել ՄԱԳԱՏԷ-ի հետ և ամբողջությամբ դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից։ Երբ մենք համագործակցում էինք այդ գործակալության հետ և կատարում բոլոր պահանջները, մեր միջուկային օբյեկտները հարձակման ենթարկվեցին։ Չնայած իրենց մասնագետների շուրջօրյա վերահսկողությանը, մեր գիտնականները սպանվեցին, և հիմա Իրանի ժողովուրդը հարցնում է, ինչ օգուտ ենք ստացել այդ կազմակերպությունից։ Պարզ է, մենք պետք է դուրս գանք ՄԱԳԱՏԷ-ի կազմից։ Իրանի արտգործնախարար Իմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն ստուգի երկրի միջուկային օբյեկտները։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին էր հայտարարել, թե ակնկալում են, որ առաջիկա շաբաթներին հասանելիություն ստանան Իրանի միջուկային օբյեկտներին։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը իրանական ռմբակոծված միջուկային օբյեկտներ կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքից։ Իսկ պատերազմը դադարեցնող համաձայնագրի ստորագրումից ընդամենը 25 օր անց Վաշինգտոնը բացահայտ խախտել է համաձայնագրի գրեթե բոլոր դրույթները, հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Լիլիթ Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։